Հարսնաձորի լեգենդը սերիալը այժմ հասել է իր ամենաթեժ, ամենահուզական և ամենաանկանխատեսելի փուլին, այնինչ սկսվեց որպես ընտանեկան դրամա, հիմա վերածվել է լարված, խորը հոգեբանական պատմության, որտեղ յուրաքանչյուր կերպար պայքարում է ոչ միայն մյուսների, այլ նաև սեփական անցյալի ու խղճի դեմ։ Սերիալի կենտրոնում շարունակում է մնալ Նարեն, մի կերպար, որը կտրուկ փոխվել է։ Նա այլևս այն աղջիկը չէ, ով լռում էր ու ենթարկվում, բայց նրա ուժը նաև նրա ամենամեծ ցավն է դարձել։ Նա ստիպված է թաքցնել իր կյանքի ամենակարևոր ճշմարտությունը, իր հղիությունը, և այդ լռությունն ամեն օր ավելի է ծանրանում։ Նրա որոշումը չթողնել, որ Հայկն իմանա, առաջին հայացքից թվում է զոհաբերություն, բայց իրականում այն դառնում է ճակատագրական սխալ, որը կարող է կործանել նրանց երկուսի կյանքը։ Հայկի գիծը շարունակում է մնալ ամենաողբերգականերից։ Նա հեռացել է համոզված, որ ամեն ինչ ավարտված է։ Նրա ներսում կա մեծ ցավ, հիասթափություն և դատարկություն, բայց ամենացավալին այն է, որ նա նույնիսկ չի պատկերացնում ինչ է թողնում իր հետևում։ Նա չի լսել ճշմարտությունը, չի հասկացել Նարեի իրական պայքարը և հիմա գնում է մի ճանապարհով, որը կարող է նրան հեռացնել ամենակարևոր բանից՝ իր ընտանիքից։ Սաքոյի կերպարն այս փուլում բառացիորեն փլվում է։ Նրա հոգեկան վիճակը գնալով վատանում է, անցյալն ու ներկան խառնվել են իրար, և նա այլևս չի կարող տարբերել իրականությունը հիշողություններից։ Նրա խիղճը, որը տարիներ շարունակ լռեցրել էր, հիմա խոսում է ամենաբարձր ձայնով։ Նա տեսնում է իր արածների հետևանքները, զգում իր մեղքերի ծանրությունը։ Եվ հենց այդ ներքին փլուզումն է նրան մղում ամենավտանգավոր քայլերին։ Սաքոյի դուրս գալը տնից զենքը ձեռքին սերիալի ամենալարված պահերից մեկն է։ Սա այն կետն է, որտեղ արդեն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի։ Հարցը միայն այն չէ, թե ում է նա փնտրում, անցյալի հիշողությունները նրան հանգիստ չեն տալիս, ու նա մեկ առ մեկ հիշում է այն գիշերը, թե ինչպես է նա սպանում Սաքոյին։ Բարեբախտաբար Վռամը օգնության է հասնում, բայց նրա հոգեվիճակն այնպիսին է, որ որևէ մեկն ու որևէ բան այս պահին նրան չի կարող օգնել։ Միևնույն ժամանակ Արմոն շարունակում է իր խաղը։ Նա փորձում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ։ Նարեի վրա ճնշումը չի թուլանում։ Նա փորձում է նրան ստիպել ընդունել այն իրականությունը, որն ինքն է ստեղծել, բայց Նարեի դիմադրությունը արդեն տեսանելի է, և դա վտանգավոր է Արմոյի համար։ Նշենք նաև, որ Արմոն սպառնում է Սոնային, որ հանկարծ իր ընտանիքին ոչինչ չասի Նարեի հղիության մասին։ Եթե ասի, չի էլ պատկերացնում, թե Արմոն ինչերի է ընդունակ, բայց ինչպես երևում է, Սոնան բավական համարձակ աղջիկ է ու չի պատրաստվում Արմոյի սադրանքներին տրվել, բայց նաև վախ ունի և փորձում է դեռ Հայկին չբացահայտել ճշմարտությունը։ Լալան շարունակում է մնալ այն կերպարը, որ փորձում է փրկել իրավիճակը։ Նա հասկանում է, որ ժամանակը քիչ է, նրա յուրաքանչյուր քայլ հիմա կարող է դառնալ որոշիչ։ Նա փորձում է օգնել Նարեին, բայց նաև հասկանում է, որ ամեն ինչ կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից։ Վռամն այս ընթացքում անցնում է իր ներքին ամենածանր ճանապարհը։ Նա բացահայտում է հոր իրական դեմքը, և նրա համար մեծ հարված է այն, ինչ տեսնում է ու զգում։ Նրա ներսում առաջանում է բախում սիրո և հիասթափության միջև։ Նա այլևս չի կարող արդարացնել այն, ինչ տեսնում է, բայց ամեն դեպքում որդիական պարտքով նա իրեն պարտական է զգում և ամեն ինչ անում է, որպեսզի հայրն իրեն վատ չզգա։ Սերիալը հիմա կառուցված է մի մեծ պայթյունի նախաշեմին։ Նարեի չասված ճշմարտությունը, Հայկի հեռացումը, Սաքոյի խելագարության հասնող վիճակը, Արմոյի մանիպուլյացիաները և Լալայի պայքարը միավորվում են մի կետում։ Ամեն ինչ գնում է դեպի բախում, որտեղ ճշմարտությունը ստիպված է լինելու դուրս գալ լույսի տակ։ Բայց Հարսնաձորի լեգենդը ցույց է տալիս, որ ճշմարտությունը միշտ չէ, որ փրկում է։ Երբեմն այն գալիս է ուշ, երբեմն այն կործանում է այն, ինչ փորձում էին պաշտպանել։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենալարվածը, կարող են լինել կորուստներ, բացահայտումներ, անսպասելի շրջադարձեր, և ամենակարևոր հարցը մնում է օդում կախված։ Երբ Սաքոն կանգնած է զենքը ձեռքին, երբ Հայկը հեռանում է առանց ճշմարտությունն իմանալու, երբ Նարեն մենակ է իր պայքարում, ով է առաջինը կոտրվելու, և արդյոք այդ կոտրումը կբերի փրկություն, թե վերջնական կործանում։
Մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ինչ եք կարծում, ինչպիսի զարգացումներ եւ հանգուցալուծում է ունենալու հեռուստասերիալը։ Չմոռանաք նաեւ գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։